Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ողջույն սիրելի հետևորդներ, Fast Info-ի տաղավարում ինչպես որ կա հաղորդաշարն է։ Ուր են տանելու մեզ աշխարհաքաղաքական վայրիվերումները, ով է փորձում հային նետել անդունդը եւ ինչպես եւ որ ժամանակահատվածում մենք կկարողանանք ոտքի կանգնել եւ վեր բարձրանալ։ Այս եւ նման հարցերի մասին այսօր կզրուցենք հայագետ Լիա Ավետիսյանի հետ։ Ողջույն տիկին Լիա։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես էլ հավանեցի ձեզ մոտ ապրեք։ Լուսավոր է եւ ջերմ, չէ՞։ Տիկին Լիա, կուզեի առաջինը զրուցենք այն մասին, թե ինչպիսին էր հայը, այն հայը, որը որ մեզ ներկայացել են որպես հերոսական հազարամյակներ շարունակ, եւ ինչ է մնացել այդ հայից այս ժամանակահատվածում։ Ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Հայը իր էությամբ, իր կենսաբանությամբ մնացել է նույնը։ Ուրիշ բան, որ շատ են զտել իհարկե դեպի վատը, մեր լավագույն տղեկի կյանքը կերան, իսկ հիմա խելքները կերան, ես հիմար հեռախոսներով, բայց հարցն այն է, որ էությամբ հայը նույնն է մնացել, կա պարզապես մոլորեցնող մի շատ ուժեղ ազդեցություն, մի կոճակ սեղանի վրա, որը սեղմած է, որ հայտիկինը ճաշ չսարքի, ինքը պիցա պատվիրի, իսկ որ պիցայի բաղադրությունը այն է, որ իր տղան ամուլ կդառնա, իրան այսօր չի հետաքրքրում, ավելի լավ է ինքը սերիալ նայի այդ ժամանակ, երբ որ ճաշ պետք է բեր։ Պիցան այդքան վտանգավոր Ցանկացած բան դրսից վտանգավոր է ջանս։ Ցանկացած բան կոնֆետ է կառնում փաթեթով։ Վրան մանր բաներ են գրած։ Կարդացած կաս դրանք։ Երբեք։ Իսկ երբ որ կարդաս, կյանքում կոնֆետ չես ուտի։ Եվ այդպես ամեն ինչը թխվածքը։ Էդի չեղավ։ Բոլորը կռնատ դառան, մենք հեքիաթ ունենք կռնատ աղջիկը, ինքը մայր է դառնում կռնաթալով ճաշ է սարքում իր երեխուն, չէ՞։ Իսկ հիմա երկու ձեռք ունեն, իսկ գուցե ժամանակաշրջանը եւ զբաղվածությունն է, որ թույլ չի տալիս։ Ժամանակաշրջան, երբ որ ասում ես, ինչ ես հասկանում, մենք շատ ժամանակ ենք շահում։ Մենք առաջ մսաղացը ձեռքի մսաղաց էր, հիմա էլեկտրական է։ Առաջ կանայք տնային տնտեսուհին, հիմա բոլորը աշխատում են 9-10 ժամով, հազիվ հասնում են տուն եւ չեն ունենում այդ ժամանակը, այդպես են արդարացնում համենայն դեպս։ Դե ամեն ինչ կարելի է արդարացնել։ Հիմա այն շոշի աղջիկների մոտ գնանք, իրանք կարդարացնեն իրանց։ Ամեն ինչ կարելի է արդարացնել։ Մեր ղեկավարությանը հարցրու ինչ է քողերը տալիս, կարդարանան։ Ամենավատ բանը կարելի է արդարացնել, բայց ուղղակի ես ուզում եմ իրանց ուղղակի աչքերը բացեմ, որ դրսի ուտելիքը այսօր վտանգավոր է։ Տղամարդկանց ֆերտիլությունը ստուգել են աշխարհով 1, ընկել է 20 անգամ, այսինքն պտղաբեր լինելու ունակությունը։ Մեր գյոզալ հայ տղեկը դառել են ամուլ։ Ինչն է պատճառը այդ պատրաստի ուտելիքը, ուրիշտեղ չեն գտնում պատճառը։ Իսկ ինչ պետք է ուտենք, ինչ պետք է պատրաստենք, որ ունենանք այն գենոֆոնդը, ինչ որ եղել է նախկինում։ Ինչ էինք ուտում առաջ։ Հարիսա։ Հարիսը ամեն օր չենք ուտում։ Դե հա, բայց ավանդականներից եմ նշում։ Գիտես ինչ, ես առավոտյան մաման հացի վրա կարակ էր քսում, բաներ էր դնում, քաղցր չէ։ Մենք գնում էինք դպրոց, ոչ մի առանձնահատուկ բաներ չկային։ Չէ։ Ճաշ էր սարքում, բորշ էր սարքում, տոլմա էր սարքում, բրինձով փլավ էր սարքում, այդ ես ասում եմ իմ մանկությունը, նույնը շարունակել եմ ես, նույնը շարունակում է իմ աղջիկը, դրա շնորհիվ իմ թոռները առողջ են, դա շատ կարևոր է, գիտես հեշտ է լինել ցույլ, ամեն մարդ այդպիսի բան, մեկ էլ սատանեն ասում է, ինչ ես քեզ կոտորում, հանգիստ նստի տեղը, էլի, ու մարդիկ ձուլանում են,
սերիալ են նայում։ Օրինակ ծուլանալու ամենահեշտ ընդգրկվելու միջոցը սերիալ նայելն է, որովհետև դու արդեն ռեժիմով ամեն օր ժամին գործերը թողած գնում նայում ես Վելիկալեպնի վեկ, թուրքը ինչքան լավն էր։ Վատ սովորությունները զորով մարդկանց սովորացնում են, գովազդի միջոցով, հա, առաջ օրինակ երեխաներին ուղղված գովազդը արգելված էր, հիմա արգելված չի։ Երեխաներին արդեն ընդգրկում են այդ բանի մեջ, ագահության process-ի մեջ, ունեցիր, առիր, մի բաբալարվիր այն ամենով, այո, հետ մի մնա, այո, եղիր առաջինը այս հարցում, ոչ թե մաթեմատիկայի օլիմպիադայում, այլ սմարթֆոն առնելու հարցում։ Մարդկանց առաջ, գիտես ինչ, Սովետը ինչի քանդեցին, Սովետը շատ էր ջղայնացնում արևմտյան աշխարհը, որովհետև իրար բավարարները ասում են մենք էլ ենք տենց ուզում, որ մեր երեխեքը անվճար սովորեն, որ համալսարանում մի բան էլ անվճար սովորեն ու կրթաթոշակ ստանան, որ գրագետ լինեն։ Քենեդի ներկայացուցիչները եկել էին Սովետ, հետ եկան իրանց զեկուցեցին, ինքը ասեց մենք տիեզերքում պարտվեցինք Սովետին, ոչ, մենք դասարանում նստարանի վրա ենք պարտվել, որտեղ իրանց աշակերտները անհամեմատ ավելի գրագետ են քան մերոնք։ Իսկ ինչն է իրենց խանգարում, իրենք եւս ունենան նման կրթական համակարգ, ոնց եղել իրանք սարքեցին այնպես, որ մեր մոտ էլ չկա արդեն։ Ուղղակի իրենք վերցրեցին, մերը փչացրեցին։ Իսկ ինչով էր ձեռնտու դա նրանց, որ փչացնեն, մերն էլ իրենցն էլ թողնեն։ Որտեւ ապուշներին ղեկավարելը հեշտ է։ Ապուշներին հեշտ է ղեկավարելը։ Այն կանայք, որ դուրս են գալիս, ղժղժում են, այն քֆուրչի ծնունդն են կատարում, հա, պահանջում են ինչ-որ բաներ։ Այդ ի՞նչ է։ Կինը պետք է տանը ժամանակ չունի, չէ՞, ինքը ճարսարկի։ Միտինգներին մասնակցելու ժամանակ ունի։ Գիտես ինչ, այդ կանանց դերը, որ այդքան ուրճացրեցին հասարակական կյանքում, ամենամեծ դերը կնոջ, այն շնորհը, որը խեղճ տղամարդիկ չունեն, հենա, ստացա տղամարդը չի կարողանում նայել, ինչ, տղամարդը չի կարող երեխա ունենալ, հա, սերբը ցանում ես հողի մեջ, բայց մայր հողն է ծնում, հիմա կանայք 9 ամիս պահում են երեխաներին լույս աշխարհ են բերում, կաթիկ են տալիս, օրորացիային են երգում, պլաստիլինից մարդ են սարքում։ Դրանից ավելի մեծ դերակատարություն կա մարդկության կյանքում։ Ինչի մեր պոետները հորը չեն նվիրել ոչ մի բանաստեղծություն, իսկ մայրերին նվիրել են։ Չարենցներ, Տերյաններ, Շիրազներ, բոլորը մորը սեր էին բացատրվում, ինչի, որտեղ իսկական մայր էր, սեր էր տալիս։ Կինը փորձել է ուղղակի իր դերակատարումը փոխել, հիմա իր վրա վերցրել է նաև տղամարդու ֆունկցիաներ շատ դեպքերում։ Ինքը տղամարդ չի դառնա։ Գիտես բանը, ես պատմեցի քեզ, որ դետեկտիվ եմ գրել, ու շատ եմ խորացել այդ գործերի մեջ, արխիվային նյութերը, ոստիկանության բան։ Ամենադաժան սպանությունները կատարում են կանայք, ոչ թե տղամարդ։ Գուցե նրանց մոտ ավելի շատ է վրեժը կուտակվում։ Դե ուրեմն վտանգավոր է կինը։ Տնից դուրս կինը վտանգավոր է։ Պետք է կնոջը պահել տանը, փաստորեն։ Ես կարծում եմ որ այո։ Այո։ Օրինակ բանը Սիլվո Կապուտիկյանը տաղանդավոր գրող էր, չէ՞։ Ինքը չէր սիրում այդպիսի շատ մասնակցել, բանել շատ չափած ձևած էր դուրս գալիս։ Հա, ազգային ժողովի գերագույն խորհրդի ինքը դեպուտատ էր։ Բայց ինքը իրան չէր գցում աչու ձախ 65 թվին ինքը առաջնորդեց այդ կին էր, որը որ հայ կին է, որը որ տան կին է, որը ճաշ է պատրաստում իր համար, չէ, առաջին հերթին։ Իր համար չէ, ընտանիքի նկատի համար։ Դրա համար ինքը կոչում ստացավ, չէ, ամբողջ հայությունից ամենայն հայոց տիկին։ Դե հիմա այս բաների շորտվածները թող ասեն ես ամենայն հայոց տիկին եմ։ Այն Վիոլետա Գրիգորյանը, Գևորգյանը, որ կարմիր խնձոր էր թաղում, աղջիկներին հավաքում էր,
այն Լարան ինչա՞ն էր Ահարոնյան, որ այլասերություններ քարոզում լեսբիական խաղեր հյուսիսային պողոտայում, դրանք երբ որ կինը կին չի, ինքը մարդ էլ չի, տղամարդը կարող է իրան տղամարդավարի չպահի, բայց ինքը կմնա մարդ, կասեն դոձիկա, այսա, այնա, բայց մարդ է, կինը երբ որ խտրականություն եք դնում կնոջ եւ տղամարդու միջեւ, խտրականություն եք դնում, ես տարբերություն եմ դնում, տարբերություն չկա, Տրամփն է հասկացել, որ կա տարբերությունը, Անգլիան է հասկացել, վերջապես, աչքներս լույս, Եվրոխորհուրդը չի հասկացել, ու հայերը ուզում են գնան Եվրոխորհուրդ, որ 16 տեսակի զուգարան ունենան, կայֆ է։ Հայ առանձնահատկությունը ո՞րն է, որ այսքան դարաշրջաններ անցնելով կանգնենք, ի տարբերություն շատ հին ազգերի, որոնք կամ ձուլվել են, կամ պետականություն նույնիսկ չունեն, ինչով ենք ուրիշ։ Հայը չունի կախվածություններ, հայը աշխատասեր, խելացի, բարի տեսակա, հայ որ գնում է, ուզում է շրջապատը լավացնի, գեղեցկացնի, հազար ու մի քաղաքում աշխարհի հայն է բերել քաղաքի մեջտեղը դրել աղբյուրը, չի եղել այդտեղ աղբյուր, Այվազովսկին վերցրել է Ֆեոդոսիայում քաղաքի մեջտեղը իր բանից հողամասից բերել անցկացրել է կենտրոնացած աղբյուր, նույնը արել է Ախալցխայում, չեմ հիշում ազգանուն այդ մարդու, հարուստ մարդ է, Լեոնիդը անունը, 3 շրջակա գյուղերի համար ինքը աղբյուրները բերել է յուրաքանչյուրի տանը մոտեցրել է ջուրը, սա հայի առանձնահատկություն է, ես մի հայի մասին գիտեմ, որ մութ տարիներին գնացել էր Պետերբուրգ, մի նկուղում էր ապրում, ու դեմը չոլ, գնաց անտառից բերեց թփեր, տնկեց, ծաղիկներ տնկեց եւ այլն, դարավ այգի, սկզբից վրեն փնփնթում էին, թե что это Армения здесь կապается, բան, դարավ եկա այգի, հետո իշխանությունները բերեցին էքսկավատորը, որ փորեն թազա շենք սարքեն, սաղ բնակիչները թափեցին դուրս, ասեն, այս մարդը, եկվոր մարդը ստեղ այգի է սարքե, դուք տեղացիներ ուզում եք քանդեք, ու չկա չարիք առանց բարիքի, այդ մարդուն էլ բանը, այդ ալիքի վրա բնակիչները դիմեցին ժեկին, իրան մի սենյականից բնակարան տվեցին այդ շենքում։ Արարող տեսակ ենք այդուհանդերձ։ Արարող ենք, ու մեր աչքը չի դիմանում տգեղությանը։ Այս ձեր անկյան հետևը կա շենքը, սա նույն վերջի շենքն է։ Ես այն անգամ պատմում եմ, բազմաթիվ բալկոններ են։ Բոլորի ճաղերը տարբեր նախշով է սարքած։ Բոլորինը, ամեն մեկը աշխատել է շատ սիրուն անել, հրաշալի անել։ Մենք, գիտես, ներդաշնակությունը դա մերն է, դա մեր հոգու խառնվածքն է։ Մենք ուզում ենք, որ ձայները ներդաշնակ լինեն, դրա համար մեր պատարակները այնպիսին են, որ ընկել են Եվրոպայի սիմֆոնիկ երաժշտության հիմքում, ու ես քեզ ասեմ, կար մի երաժշտագետ շատ ականավոր Սովետում Կոոնեն ազգանունը, ինքը գրեց իր գրքում եւ բոլորը ընդունեցին, որ եվրոպական սիմֆոնիզմը խարսված է հայկական հոգևոր երաժշտության վրա։ Ճիշտ է, հիմա բանը էլեկտրոնային անդրագիտարան կա եբրայեցիների։ Դա գրված է, որ ժողովրդի հոգևոր երաժշտության վրա սիմֆոնիզմը հիմնված Եվրոպայի, բայց իրանք երաժշտություն չունեն, իրանք ազգային մեղեդի չունեն, ազգային նվագարան չունեն եւ այլն։ Ինչևիցե կա հրաշալի մի կին Նոնե Շամախյան, Անահիտ Ցիցիկյանի աղջիկն է։ Անահիտ Ցիցիկյանը հայտնի ջութակահար էր եւ արվեստաբան։ Նա հետազոտություններ անում հայկական երաժշտական գործիքների։
նա չհասցրեց ավարտել, նույնն ավարտեց։ Մեծ աշխատանք կատարեց, նա պեղումներից հայտնված խեցեղենը նայում էր եւ հազարով մի նման բան կամ բանը գերեզմանակարերը Եվ որոշում է ժամանակաշրջանը։ չէ ինքը տեսնում էր որ ժամանակաշրջանը գրված է 7-րդ դարը բայց սուրճի բաժակի վրա թե թեյի բաժակի վրա ջութակահարա նկարած Ստրադիվարին ծնվելու է 1000 տարի անց իսկ հայկական բաժակի վրա արդեն ջութակը կա ինքը այդպես գերեզմանների վրա տեսել է բազմաթիվ երաժշտական գործիքներ որոնք հանգուցյալի ձեռքին են կամ հրեշտակների ձեռքին են մեր մանրանկարչության մեջ շատ են հա փողային գործիքները հրեշտակների մոտ այդ սաղ իմի է բերել պարզվել է որ մենք հայերս ունենք 182 երաժշտական գործիք լարային, փողային, թմբուկային եւ այլն Պտտվում ենք շուրջը եւ տեսնում ենք որ ատելությունը մեր նկատմամբ ոնց որ ավելի շատ է այլ ազգերի կողմից մեր թշնամիներից եթե առանձնացնենք Դե ասում են, չէ, հрьян չի սիրում հային։ Դե հիմա հрьян չի սիրում, որովհետև ինքը ուզում է հայի տեղը գա զբաղացնի։ Ուզում եմ դա հասկանալ։ Զբաղացներ։ Ուղղակի տեղ են զբաղացնում, թե չեն սիրում ինչ որ բանի համար։ Չէ, դրա համար, ուղղակի նախանձում են։ Նախանձում են եւ շատ ասպարեզներում մեր տեղը գրավել են։ Օրինակ, մենք ծովերի արքան հայներ, Բրիտանիայի ջոկները հայերին ամեն կերպ խափեցին, ոչնչացրեցին, ունեզրկեցին իրանք դարձան, հա, հիմա կոչվում է ծովերի արքայություն Մեծ Բրիտանիան, կամ թարգմանչած գործը միջնադարում միայն հայերին էին վստահում թարգմանությունը, որտեղ թարգմանչած գործը շատ բան նուրբ գործ է, նախ պետք է լավ հասկանաս երկու լեզուներ, երկրորդը չխափես որովհետև քեզնից է կախված այս երկու կողմերը կանցնեն պատերազմի թե խաղաղության, եթե դու սայթակես։ Դա միայն հային էր տված, հետո արդեն անցավ իրանց ձեռքը եւ իրանք սկսեցին նույնիսկ մեր գրական ժառանգությունը այլափոխել։ Հազարով մի բան կա, բայց մեկը հայ տղեկի միտքը ասենք թե ֆիզիկայում իրանք ինչքան ուզում են իրար պահեն, ինչքան ուզում են պրոֆեսոր լաուրեատ դառնան հայ տղեկի միտքը բերեց չէ սովետական ռազմարդյունաբերությունը այդ մակարդակի ատոմային ռումբը ստեղ հավաքեցին Հայաստանում հա Գախնի ինֆորմացիա բացեցիք մեզ։ Երբ բանը, գախնի չի, հիմա այն, որ բլբլում է այն հիմարը, այն Ալիևը, որ Սևանը պտի վերցնենք, դրա համար է ասում, իրան էլ Իսրայելն է կսի տվե, որտև տեղ են հավաքել, տեղ խորշեր կան։ Ինչ է վերցնելու ինքը Սևանի այդ հատվածից։ Էդ եմ ասում, այդ խորշի մեջ են հավաքել, տեղ հատուկ խորշեր կան։ Որոշակի ֆիզիկական տվյալներով։ Այսինքն դուրս է գալիս, որ վերջին հոխորտանքները, որ Սևանը հայկական չէ, այլ ադրբեջանական է, նպատակաուղղվածություն ունի այդ գաղտնի բազաները վերցնելու։ Փողի մեռած տեսակ են, փողի համար ինչ ասես կանեն, այնա իրական կան Լուկաշենկոյի տակ պարկացնում է փողի համար։ Բա ուրիշներն էլ ասում են Ադրբեջանը փող ունի, նավթ ունի, ինքն է որոշակի ֆինանսական ներդրումներ անում դեռ։ Ասում են։ Չունեն իրենք փաստորեն այդ մեծ ֆինանսական բազան, որքան որ ներկայացվում է։ Մի հատ հեքիաթ կար, բանը արաբական հեքիաթ ճիշտ է, 1 ժամով խալիֆ։ Որ մարդը մի ժամով խալիֆ է դառնում, անհանուն դրա պատրաստ է ամեն զոհողության։ Որ մենակ թե մի ժամ խալիֆ լինի ու զգա դա ինչ է։ Այս Իլհամ Ալիևն է։ Ալիևը փաստորեն մի ժամով խալիֆ է նշանակվել, այսպես ասած, եւ փորձում է վայելել այն հնարավորությունները, որ տրված են կարճ ժամանակահատվածում։
Չէ, հարցը դա չի։ Ինքը իրան զգում է խալիվ, բայց ինքը գիտի, որ ավազի վրա է կանգնած, այդ թափվելու է։ Իրավիճակը շատ վատն է։ Իրանք լավ չունեն, ինքը դալալություն է անում։ Ինքը օգտվեց այն բանից, որ Ռուսաստան անգավ սանկցիաների տակ, որ այդ հյուսիսային բանը նավթամուղը պայթայցրեցին, ինքը հիմա առնում ծախում է։ Ես հիշում եմ, երբ որ ես Եմենում աշխատում էի թարգմանիչ, այնտեղ եկել էին Ադրբեջանում նավթը հետազոտած գեոդեզիստները, ու իրանք ասում են Ադրբեջանը նավթ չունի, շատ ժամանափակ են ռեսուրսները, այո, բաներ ունեն իրանք, աղբյուրներ ունեն նավթի։ Այսինքն հիմա ավելի շատ երևի Իսրայելի հաշվին են իրենք այդպես իրենց ագրեսիվ դրսևորում, նկրտումներ ունեն մեր հողերի վրա։ Իսրայելը ինքը իր հաշվին չի ապրում, Միացյալ Նահանգների հաշվին է։ Իհարկե, աշխարհի խեղճ Գերմանիան նոր վերջացրեց, պարտքերը տալ իրանք հաշվին չեն ապրել երբեք, չեն էլ ապրելու։ Իրանք պետք են անընդհատ սպոնսորներ։ Հիմա դա հանցախումբ է։ Հանցախմբի սպասավորներից մեկն էլ Ալիևն է։ Այսինքն խամաճիկային դերակատարություն ունի։ Իհարկե, հա։ Իսկ ինչ դերակատարություն ունի Էրդողանը, որը որ հաստատ ավելի ծանրակշիռ գործիչ է տարածաշրջանում։ Իհարկե, ավելի ծանրակշիռ է Էրդողանը, ինքն էլ շատ ավտանգված, որովհետև ինքն էլ է ուզում Սիրիայի նավթը հանքերը, Իսրայելն էլ է ուզում։ Ու այդտեղ իրաց շահերը բախվում են, ու մեկ էլ իր մոտ ամբոստություն է բարձրանում Ստամբուլում, քաղաքապետ է հայտնվում, այդ սաղ իրար հետ կապված է, ու սաղ փողից է։ Նավթը չբաժանեցին իրար մեջ Իսրայելի հետ, ու ինքն էլ մեծ խոսած Իսրայելի, սիոնիստական երկրում է ապրում։ Շունը սանտար չի գծի, մենակ կհաչան իրար վրա։ Ուղղակի հաչում են մեզ ցույց տալու համար եւ վերջ։ Այո, մենք ուրախանանք, մենք ուրախանում ենք։ Իրականում իրենց շահերը նույնն են, փաստորեն։ Չէ, դե ամեն մեկը իր շահը ունի, ամեն մեկ ուզում է իր ոսկորը կրծի։ Իսկ տարածաշրջանի համար ինչ են գծագրում, այսպես ասած, ինչ ծրագիր են ստեղծել, որ փորձում են իրագործել, ինչ դեր ունենք մենք այդ։ Ինչ էլ իրանք գծեն, մենք պետք է իմանանք, որ Վիլսոնյան իրավարար վճիռը անբեկանելի է։ Այսինքն այն հսկայական հատվածը մեր հողերի, որ հիմա Թուրքիայի կազմում է, Թուրքիայինը չի։ Այն երկրները, որոնք այդ որոշման տակ ստորագրել են, իրավունք չունեն դա ճանաչել որպես թուրքական։ Այդ երկրներից մեկը Միացյալ Նահանգներն են։ Դա մեզ համար երաշխիք է, որ մենք մեր հողերը հետ կբերենք։ Ժամանակին, երբ որ Սովետական միությունը ուզում էր հետ բերել, եւ ամեն ինչ պատրաստ էր, որ հետ բերեին, Թովմասյանն ու Քոչինյանը արդեն ունեին բաները, վկայականները, Կարսի քաղաքապետի, Էրզրումի մարզպետի, ոչ սխալ եմ ասում, Կարսի շրջկոմի եւ Էրզրումի մարզկոմի քարտուղարների։ Ամեն ինչ պատրաստ էր, սովետական զորքը պատրաստ էր, որ արդեն Բերլինին Քոչարի պարած, Գերմանիան հաղթած երկիր էր Սովետը։ Ամերիկան ինչ արեց, որպեսզի մենք հասկանանք, բայց ինքը վախում է, չէ, Սովետի հետ քրիվաներ, նոր էր դեռ ավարտվել հլամփանային, լավ էին։ Գնաց ճապոնցիների գլխին ատոմային ռումբ գցեց։ Հասկացրեց, որ ես արդեն ատոմային ռումբ ունեմ։ Գերմանիայից ամենաթանկ բանը, որ ես գողացել եմ, ատոմային ռումբներ։ Հիմա տեսեք, բում, Հիրոսիմա, Նագասակի։ Վախացրեց Սովետ միությանը։ Այո, իսկ դա լուրջ վախ է, իհարկե, ու որոշումը կասեցվեց։ Այսինքն, եթե այդ ողբերգական միջադեպը որն է, պայթյունները տեղի չունենային, ունենք շանս։ Միջադեպ չի, ցավը տանեմ, իրանք քանի կան,
իրանք աշխատելու են, սովետնա, սովետից մնացած երկրներն են, դրանց վերջը տան։ Գնացել էր մեր վարչապետը Էստոնիա, չէ՞։ Այո։ Էստոնիան մեզանից միակ մեզանից փոքր հանրապետությունն էր։ Մենք 3 միլիոն 800 հազար էինք, իրանք 3 միլիոն 200 հազար էին սովետի վերջում։ Հա, արտահոսք եղավ ստեղից մեծ։ Բայց մենք այսօր 3 միլիոն ենք գոնե։ Իրանք 1 միլիոն 300 հազար են։ Դա չկա Էստոնիա։ Չկա, սա փախել են։ Իսկ ինձ Էստոնիայի իմ ծանոթը ես ղեկավարել եմ հիմնարկ, որը համամիութենական պատկանելիություն ուներ, ամեն հանրապետությունում մի գովազդային գործակալություն կար, մեկը իմն էր։ Հիմա Էստոնիայի գործակալության տնօրենը խելքը գլխին կարգին մարդ է։ Ինքը ասում էր, գիտեք ինչ, մենք մեր երիտասարդությանը ուղարկում ենք արտասահման սովորելու եւ աշխատելու, որպես իրանք փորձ ձեռք բերեն եւ երբ որ մենք անկախանանք, ճիշտ կարողանան ղեկավարել Էստոնիան։ Խնդրեմ, пожалуйста, ստացեք վայելեք։ Դատարկվել է այդ երկիրը։ Մեր երկիրն էլ է դատարկվում հիմա։ Ոչ, մեր երկիրը չի դատարկվում։ Որ ապուշները իրանց երեխեքին կատվի ձակի պես բերանները առած փախնում են արտասահման, որ դրանք բանակում չծառայեն, շատ սխալ են անում հենց այդ երեխեքի համար։ Գնում են բոմժ են դառնում։ Գնացին Ուկրաինա խերվեցին, գնացին Ռուսաստան խերվեցին, ես մարդ գիտեմ, որ տղան մի տարուց, չէ, 2 տարի է Ռուսաստանում տնից դուրս չի գալի, որ իրան չտանեն ճակատ։ Ճակատագրից չես փախչի։ Եթե պետք է պատերազմ գնաս, գնում ես աշխարհի ո՞ր կետում են լինի։ Ահա էս ծնվի, պետք է լավն էլ վայելես, պատասխանատվությունն էլ կրես։ Տղա ես ծնվի։ Այդ պատասխանատվության բանակի եւ պաշտպանվելու մասին ունեմ հարց։ Համեցեք։ Մենք միշտ մեզ համարում ենք Աստծոն ջալ ժողովուրդ եւ համարում ենք, որ եթե Աստված մեզ մինչեւ հիմա պահել է, ուրեմն հետագայում էլ ինչ որ աղետալի իրավիճակ լինի, անպայման կպլստանք, ջրից չոր դուրս գանք։ Հիմա ինձ հետաքրքիր է, եթե մենք գալի ոնց էս հարցերը տալիս։ Հա, ոնց որ հեգնանքը լինի։ Չէ, այդքան հեգնանքով չէ, ուղղակի ես մեջբերում եմ ուրիշների խոսքը, ուրիշի ձևակերպում, դրա համար այդպես ասում։ Այդուհանդերձ մենք ոչ թե լավ, այսպես ձևակերպեմ, ոչ թե համարում ենք, այլ Աստծոն տրյալ ժողովուրդ ենք։ Բացի Աստծո վրա հույսը դնելուց, այլ ինչ պետք է անենք։ Ի վերջո պետք է զինվել, ի վերջո պետք է ռազմաարդյունաբերություն զարգացնել, պաշտպանական միջոցներ ձեռնարկել եւ այլն։ Այս ամենը մենք չանելով կարող ենք անընդհատ Աստծո վրա ապավինելով հույս ունենալ, որ կփրկվենք։ Արի երեքով ռազմական գործարան բացենք, կարող ենք։ Ոչ։ Դրա համար ինչա պետք։ Ֆինանսներ, փող, առաջին հերթին։ Ոչ, դրա համար պետքա պետական որոշում։ Պետական որոշում է պետք, ջանիկս, դրա համար։ Երբ որ պետությունը որոշում է անել ռեինդուստրիալիզացիա, այսինքն նորից ջախջախված արդյունաբերությունը վերականգնել եւ այդ թվում մեզ մոտ ռազմաարդյունաբերությունը կազմում էր մեր արդյունաբերության 80%-ը։ Կիրովականի քիմկոմբինատում հրթիռների իլյումինատոր էին սարքում։ Բայց ոչ Հայաստանի համար, ամբողջ Սովետի համար։ Ինչ տարբերություն քեզ համար։ Սա սովետը քեզ համար չէր։ Դե հա, խնդիրը ուղղակի է, երբ անկախացավ մեր համար չեղավ, չէր։ Երբ որ ուղեգրով գնում էինք անվճարին, ու ես չեմ գնացել, ես իմ աշխատողներին շատ եմ տվել։ Սա սովետը ոտի տակ չէին անում։ Ոչ թե մեզ համար չէր, այդ տիեզերքի գործը սաղ սովետին պաղում էր անվնաս։ Դրա համար ոչ թե տիեզերքից խփեցին, այլ տակից, գովազդելով որկրամոլությունը, ագահությունը, ջինսը, ծամոնը, ամենապուշտ բաները։ Ոչ թե պետք է տիեզերքը քեզ համար էր, պայկանուրը ստեղ կառուցեր։ Մեզ մոտ չկա պետական մտածողություն։ Պետական այրեր չկան։
իշխանությանը մոտիկ չեն թողնում պետականորեն մտածող մարդիկ, գալիս են թերուսները, գալիս են շատ սահմանափակ, որ գրամոլ ընչաքաղց մարդիկ, որոնք մանուկ տարիքում հեծանիվ չեն ունեցել, հիմա տեղը հանում են, դա շատ կարևոր բան է, երբ որ գիտես անգրագետ մարդկանցից կարելի է ստեղծել գիտության աստղեր, եթե պետության ղեկավարները այդ նպատակը ունեն, եթե սիրում են իրենց ժողովուրդը, եթե հոգում են ոնց որ իրենց զավակների մասին։ Երբ որ փախստականների 500,000 մարդ հավաքվել էր Հայաստանում, դարաճանաչ չէին, մարդիկ չգիտեին գրել կարդալ։ Անցավ 40 տարի, 50 տարի, Հայաստանը սովետի մեջ տեսակարար կշռով ամենաշատը ուներ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ։ Այդ ոնց եղավ։ Իմ պապիկը եղել է դպրոցում տնօրեն գյուղում, իրանք այդտեղ բան էին անցկացնում, անգրագիտության վերացման ծրագիր, ինչպես ամեն տեղ Սովետում։ Ես փոքր էի գնացել էինք այդ գյուղը, այդ ախալքալակում է, գյուղացիները գալիս էին, ասում էին, մեր աչքին լույս բերեց այդ մարդը, մենք գրել կարդալ չգիտեինք, հետո տեսանք կարող ենք գիրք կարդալ, բան իմանալ, դա Սովետի ծրագիրն էր, ես Սովետ, ինչի եմ անընդհատ կրկնում, որովհետև դա ուղղված էր մարդուն երջանիկ դարձնելու նպատակադրում ուներ և երջանկությունը փողի մեջ չէր, որովհետև երջանկությունը դու եթե փողով դատես, ուրեմն կարելի է սերը փողով առնել, հայրենիքը փողով առնել, ամեն ինչ փողով չի լինում, այդպես չի լինում, սերը սրտի մեջ է, հայրենիքը ամենուր է, ոտիդ տակ է, շուրջ բոլորը տա և երկնքում, բան կա, որ փողով չես առնի, բայց փողով կծախես։ Հայրենիքի մասին խոսեցինք, Արցախը երկար է ձեզ սպասելու հայի վերադարձին։ Չէ, երկը չէ, Արցախ փակված հարց չի։ Սա ուղղակի ջուրներին պետք էր բանին Իրանին խոցելու համար։ Իսրայելը փաստորեն կարելի է ասել Արցախի վերցնելու միջոցով Իրանի դեմ սպառնալիք ստեղծեց, բազաների համար տարածք նախագահային սպանեց։ Իսկ Իրանի հետ կապված ինչ եք կարծում, կկարողանան որոշակիորեն անկայունություններ ստեղծել այդ երկրում, ինչ որ շատ են փորձերը։ Շատ են փորձերը, իհարկե, շատ են փորձերը, բայց գիտես ինչ, իմ դուրը գալիս է իրանց ղեկավարության տենց խոհեմ կեցվածքը, ինչը ոչ միտեղ երկրում, աշխարհում չեմ տեսնում։ Հին ֆուտբոլիստը եկավ գնաց, չէ, Թիֆլիսից։ Նախագահ ֆուտբոլիստ։ Այն Գերմանիայում արտաքին գործերի մինիստրը մեկ կնիկ կա չլվացած գլխով, ասում է մենք կտրուկ փոխելու ենք մեր կեցվածքը 360 աստիճան, այսինքն ֆրագը նույն կետում հայտնվի, գա նույն կետը, բայց ինքը կարծում է որ դա կտրուկ, այսինքն գրեհիկ անգրագիտությունը շատ է տարածվել ամենուր, Պարսկաստանում դա չկա, հետո Փեժեշկյանը Բժիշկյան, այսինքն հայ արմատներ կան։ Պարսկաստանում շատ կա հոգուտ մատաղ։ Դու չկարծես, որ Շահ Աբբասը ուղղակի գլխաքանակ ստեղից տարավ։ Ինքը տարավ մարդկանց, որ հիմք դնի արհեստների, Պարսիկը արհեստ չուներ, Պարսիկը քաղաք չուներ։ Շահ Աբբասը, մեծն Շահ Աբբասը վրանը խփում էր, դառնում էր մայրաքաղաք։ Հետո մեկ էլ վրանը հավաքում էին, գնում էին ուրիշ տեղ էր մայրաքաղաք։
Մովսես Տաթևացին, երբ որ գնաց իրան խնդրելու, որ թույլ տա Էջմիածինը վերաբացեն, սա Պարսկաստանը ման եկավ, մինչև գտավ Թազամայրաքաղաքը։ Իսկ հայերը կառուցեցին Իսվահան, բազմաթիվ քաղաքներ, Պարսկական խալին ծնվեց հայի գնալուց հետո, ներկեր ստեղծելու, իրանց գրքերը սիրուն նկարելու հետ, սա հայն էր, իրանց մեջ շատ կան հայեր, երբ որ տեսնում ես շնորհքով մարդ, իմացի, որ հայի բանը Հույս ունենանք, որ գոնե Իրանի հարևանները գնահատում են մեզ եւ ոչ միայն որպես հարևան են մեր կողքին, այլ նաեւ բարեկամ գուցե։ Հային միշտ գնահատել են արևելքը, մինչև հիմա ուզում ես գնա Սիրիայա, Իրաքը, Լիբանանը, ամենտեղ մեծ հարգանքով են հայերին վերաբերվում։ Կոտորածի ժամանակ, որ փրկում էին, օգնում էին, դա պատահական չէր, ոչ միայն խղճով ժողովուրդ են իրանք, ուղղակի իրանք գիտեին հայը ինչա։ Բայց թուրքերն էլ չէ, գիտեին մեր առավելությունները եւ վստահաբար գնահատել են նաեւ մեզ թե մշակութային տեսանկյունից, բայց այդուհանդերձ թշնամանքը մի քիչ ուրիշ կերպ զարգացավ եւ չօգտագործեցին մեր հետ բարեկամություն։ Իրանց խելքահան արեցին։ Հետո թուրքերը շատ քիչ են այդ երկրում։ Բանը Լևոն եպիսկոպոսյանը, դոկտոր Լևոն եպիսկոպոսյանը կենսաբան, ինքը դենեթեի փայլուն մասնագետ է, միջազգային արշավախմբով գնացել էին ուսումնասիրել, այս ամբողջ Եվրասիայի տարածքով մեկ դենեթեները ազգերի, առաջի անգամ 10 տարի առաջ հետազոտեցին 3 երկիր կար, որ հրաժարվել էր, մեկը Թուրքիան էր, մեկը Ադրբեջանը, մեկը Իսրայելը, այս անգամ համաձայնվեցին, Թուրքիայում թուրքը 5%, մնացածը թուրք չեն, բայց իրանք ունեն սեղան, սեղանի վրա սարք, սարքի վրա կոճակ, դա ազգային քարոզչությունն է, ու իրանք համոզում են բոլորին, որ թուրք լինելը պատիվ է, թուրքը ամենալավ տեսակն է, մեր ազգային ժողովը ինչ է անում, ասում է դե լավ էլ ես ազվացրիք, ինչ հա, ինչ բան, են մի հատ ռուսախոս, ինչ հասկանան է դրա, Իսկանդարյան, ինստիտուտի դիրեկտոր Կովկասի, ինքն էլ ասում է ազգությունը որն է, դու ինչ քեզ զգում ես այդ ազգություն, կարող է այսօր զարթնեցիր, դու քեզ վիետնամացի ես զգում, ստեղ գնում է հակառակ քարոզը, որպես իրանք հաղթեն, մեզ պետք է համոզեն, որ հայը ոչ մի բան է, ինչ եք դուք կպեց էր հայկականությունից։ Սա գաղափարական պատերազմ է, գաղափարական պատերազմում հաղթելու համար չի կարելի հեռախոսի մեջ ապրել, պետք է գիրք կարդալ, ես ունեմ ուսանողներ, որոնց ծնողները ստիպված են ինձ մոտ բերել, որտեղ 0 զարգացում ունեին, 0, լավ երեխեք, սիրունատես, դաստիարակված, բայց հարցնում ես Գոնդուրասը ինչա չգիտի, Ացտեկը ինչ բան է չգիտի, նիվխերը ովքեր են, ոչ չէ, լավ բարդ բան ասեցի, ասենք Բուենոս Այրեսը ինչա չգիտի, որտեղ է։ Գիտես ինչ, մեծ տղաներ աղջիկներ են, 17, 18, 19 տարեկան, մենք սկսեցինք հեքիաթներից, ամեն մեկի հետ առանձին են պարապում, սկզբից կարդացինք հեքիաթներ, հայկական, ռուսական, արաբական, հետո սկսեցինք ֆենտեզի կարդալ, Նարնիայի խրոնիկաները, Մատանիների տիրակալը, հետո ջումա, հիմա նորմալ մարդիկ են, հետները խոսել է լինում, հետաքրքիր է զրուցելը, այն ժամանակ ճագար էին, իսկ ճագարին ինչ ուզես կհամոզես,
Եթե ասես դեմդ բանա խոտա դրած կարող ես արածել, որ ասում էր բանանը էժան կլինի, գնաց ինչ է մեր ճագարները։ Գիտես, մտավոր զարգացումը թիթիզություն չի։ Դա անհրաժեշտ տեխնիկական պայման է, որ մարդը մարդ լինի, որ իր ֆունկցիոնալ գործողությունը մարդկային լինի, ոչ թե կենդանական։ Հա կարող են ինձանից մարդիկ վիրավորվել, ոչինչ, հետո անցնում է, հետո հասկանում են, որ ճիշտ է։ Ճիշտը գիրքն է, այդուհանդերձ ճիշտը գիրք կարդալն է։ Ճիշտը գրականությունը շատ բան է տալիս, որովհետև ոչ թե ինֆորմացիա է տալիս, այլ ինքը աշխատացնում է ուղեղդ եւ հոգիդ միասին, ունիսոնի մեջ է դնում։ Դա ոչ մի տեխնիկական գրականություն, ոչ մի քոուչեր, ոչ մի սերիալ չի տա մարդուն։ Դու սկսում ես ցավալ քո հերոսների համար, իրանց դարդը քաշել, իրանց հետ ուրախանալ, այո։ Դա շատ կարևոր է։ Եթե դու դա չանես, գիրոջդ համար սիրտը չի ցավան։ Հիմա ինչի մարդիկ չեն ուզում ամուսնանալ։ Իրանք չեն ուզում ուրիշի խնդիրների մեջ բան անեն, խառնվեն։ Ընկղմվել այլ խնդրի մեջ։ Հա, պատասխանատվության զգացումը, ինչը միշտ առանձնացրել է հայ տղամարդուն, հիմա Դե որովհետև մյուս կողմից էլ ամեն ինչ շատ ավելի հեշտ եւ թեթև է տրվում։ Դրա համար ոչ էլ ջանք են գործադրում, որ թեկուզ այդ պատասխանատվությունը վերցնեն իրենց ուսերին։ Ես ինչից եմ ուրախանում, երբ որ վատ բաներ լսում եմ, ուրախանում եմ։ Օրինակ, բանը մարդկանց համոզում են, թե ոչինչ, ինչ ընտանիք, ինչ բան, փիսիկ վերցրեք, պահեք, ուրախացեք փիսիկով, հետո էլ կգնաք բանը, հիմա այնքան լավ ծերանոցներ են, շատ կուլտուրական, շատ հարմարավետ եւ այլն։ Հիմա երեք կարդացի, որ Գերմանիայում 260 ծերանոց փակվել է։ Հիմա ինչ եք անելու, այ աղմախներ։ Ինչ եք անելու։ Դրա հույսին եք, չէ՞։ Որ երեխա չէիք բերում, երեխա գիշերները հանգիստ քնում էիք, փոխանակ կողքները նստեիք, երբ որ հիվանդն եք, սա փուլերը ֆուկարեցիք, որ հետո հարմարավետ բանը երջանիկ ծերություն ապրեք չկա։ Արդյունքում ամբողջ Եվրոպան լցվել է թուրքերով եւ այլ ազգերով եւ նույնիսկ կառավարման համակարգում Չէ, դրա արդյունքը չէ, դա ուրիշ է։ Այդ իրանք ունեն հատուկ ծրագիր, քանի որ ջհուդը սեմական ազգ չի, իրանք քամյան են, որ սկսեցին գրել, որ Աֆրիկայից է դուս եկի առաջի մարդը, այդ իրանք իրանց մասին են ասում, իրանք թուխ են, այ Օբաման ջհուդը, որպեսի իրանք ունենան առավելություն, իրանք ուզում են ամբողջ սպիտակ ռասան մուքացնեն։ Դրա համար են իրանք բերում Աֆրիկայից, Աֆղանստանից, Թուրքիայից, բայց որպեսզի շատ ավելի շատ բերեն, պետք է այդտեղ անկայուն վիճակ ստեղծեն, պետք է այդտեղ սով լինի, որ մարդիկ ուզենան տուն-տեղը թողնել, փախնել։ Այդ սա կառավարող բան է, խաղը։ Այս կոմպյուտերային խաղերով քաղաքականության մաս է, ոչ թե տեխնոլոգիայի զարգացումն է։ Քաղաքականության հիմքը։ Իրանք ոնց որ առաջներում վայրի ժողովուրդների մոտ շուն էին կռվածնում, ակլոր էին կռվածնում, փող էին դնում դրա վրա։ Հիմա ազգերն են կռվածնում, եւ ոչ միայն հիմա, վաղուց, շատ վաղուց։ Հիմա հայ լինելը դրա համար մեծ պատիվ է, որովհետև հայը երբեք այդ բանը չի արել։ Տիգրան մեծը հսկայական կայսրությունը ստեղծել է, ոչ մեկի մոտ ինքը դաշույնով չի մտել։ Հակառակը, Սիրիայի իշխանները դիմել են, ասել են, մեզ էլ քո կազմի մեջ վերցրել է, եւ բոլորը։ Իսկ այդ մարդասեր լինելը մեզ ուր բերեց հասցրեց։ Բերեց հասցրեց Երևան քաղաք, սիրուն, քարից շինված, որտեղ մարդիկ իրար զիջում են, իրար օգնում են, իրար շփտում են։ Ես այդպիսի օր չի եղել, որ դուրս գամ փողոց, լսեմ տղեկը խոսում են հեռախոսով
ու մի 4-5 անգամ այդ օրը չլսեմ մեռնեմ ջանիդ։ Դա մեծ շնորհ է, դա երջանկություն է։ Այն օրը բան եմ ելակ էի առնում շոկայի առջևը։ Ռուսկին մոտեցավ, ասեց կարտочку принимаете, ասեց ես այդպես սարք չունեմ։ Ասի ուզում եք ես ձեզ հյուրասիրեմ։ Ասում ա что вы за святой народ։ Ուրեմն ես առաջինը չէի։ Հերթական Այո, լավ մարդուն էր հանդիպել եւ այո, գնահատել։ ցավը տանը մեզ չպետք է թերա գնահատենք։ Ոնց որ գիտես երեխան եթե տանը իրան ծնողները հա ասում են որ ստե սխալ ես, բայց եթե չեն գովում, չեն իրան խթանում, մեջքը կոտրած մեծանում է բազմաթիվ բարդույթներով։ Նույնն էլ ազգն է։ Մենք մեր ազգի կինը պետք է իմանանք ու ասենք էլի։ Ամոթ է, որ մենակ բան, որտեղ հայը տեղ վայ, լավ չեմ ասել։ Տեսակ շատ թունոտ ենք դարձել իրար նկատմամբ։ Չէ, ինքը մի աս։ Մեր վրա աշխատում են, ծաղ Ինքը ասում եմ ինձ էլ չեմ նույնական։ Չէ, շատ իզուր, էլ տենց բան չլսեմ։ Մեր վրա աշխատում են, ծաղ տանեմ։ Մարդիկ փող են ստանում դրա համար, որ հայի մեջ որ իրար հայ-հայեն, վիրավորեն, որ մաղձ լցնեն, բան լցնեն, թույն լցնեն, իհարկե, երբ որ այն Ամերիկային էլ հասավ, Տրամպը երբ որ ասում է նախկինները, Տրամպը Նիկոլից սովորել է, ասում է նախկինները, աշխարհը հիմարացել է, գիտես շատ է հիմարացել աշխարհը, զարմանալի է ուղղակի, բայց քանի որ ամեն ինչ սպիրալաձև է, պատմության ընթացքը սպիրալաձև է, ես դրա համար եմ լավատես։ Եվ քանի որ այդ պտույտի մեջ ենք լինելու, ենթադրվում է, որ քանի որ անկումային փուլում ենք, զարթոնքը պետք է որ առջևում լինի։ Իհարկե ճիշտ ես, շատ ճիշտ ես, ապրես սիրուն աղջիկ, շատ ճիշտ ես, զարթոնքը առջևում է, եւ այնքան էլ հեռու չէ, պարզապես յուրաքանչյուրիցս շատ բան է կախված, յուրաքանչյուրից, ծեր թե մանուկ, կին թե տղամարդ, բանվոր թե ամատավորական, մեզնից շատ բան է կախված, մենք առաջի հերթին պետք է հիշենք, որ կին ենք, տղամարդ ենք, հայ ենք եւ մեր երկիրը ամենասուրբ բանն աշխարհում մեզ համար։ Մեր ընտանիքը, մեր ազգը, մեր ընկերական շրջապատը, մեր երկիրը։ Սասնա ծռերը, տղաները Սանասարն ու Բաղդասարը Բաղդադից դուրս եկան մայրիկի ձեռքը պագեցին, եկան մայրենի հող, Գագիկ թագավորի մոտ իրանց պապիկի մայր հողը պագեցին։ Այդ երկու բանն էր, որ սուրբ էր, որ պետք էր պագել։ Ֆրանսիական կինոները տես ամեն դարբի ձեռը պաճում են։ Չպետք է ուրիշից սովորենք։ Մերը պետք է սովորեցնենք մեր սերունդներին եւ ինչու՞ Այո։ Բանտերը Ջոջանց տունն, այսինքն սասունցիների, մենք հրատարակել ենք, որպեսզի կարողանան երեխաները կարդալ, դա Աստվածաշունչ է, որ կարդան երեխաները իմանան, որն է շիտակ, որն է սխալ, երբ կարելի է եղբորից նեղանալ, երբ չի կարելի։ Ինչա պատիվը, ինչա մաքրությունը, երբ որ իրան կանչում է Դավիթին բանը մսրամելի կրծերը, Դավիթը գնում է տեսնում է սա քնած են։ Ինքը կարող էր Ռամիլ Սաֆարիի պես առիթից օգտվել գլուխը կտրել, չէ՞, բայց ինքը ասում է ով քնած է արթուն եղեք։ Ազնիվ պայքարի մարտիկներ ենք։ Ազնվությունը մեր հատկությունն է։ Մենք դրա վրա այդ մայայով ստեղծվել ենք եւ դա պետք է պահպանենք։ Այդ շուստրիությունը իրար հանդեպ լավ արդյունքի չի բերում։ Լավ տեղ չի տանի մեզ։ Շնորհակալ եմ Տիկին Լիա, նախ նրա համար, որ կիսվեցիք ձեր մտքերով, ձեր գաղափարներով եւ ամենակարևորը դրական ուսուցում տեղի ունեցավ։ Լավ բան սովորեցնելու մղում կա, լավ բան եք փորձում սովորեցնել եւ սերմանել երիտասարդ սերունդի մեջ
կարևոր բան է լավ խորհուրդ տալը։ Ես շատ գնահատում եմ ձեզ դրա համար, շնորհակալ եմ, որ մեզ հյուր եղաք։ Ես հույս ունեմ մենք դեռ առիթներ ունենալու ենք զրուցել եւ հույս ունեմ լավ բաների մասին ենք խոսելու։ Իմ հետ ուրիշ բաներից չեն խոսում։ Ինչքան փորձում են վատից խոսել, ես լավին եմ տա։ Միևնույն է լավ կետում ենք, չէ՞, հանգում։ Թող որ մեր վերջաբանն էլ այդպեսին լինի։ Ինչքան էլ աղտոտ ջրերի մեջ հայտնվենք, միևնույն է ոտքի կանգնենք լուսավոր պայծառ։ Ապրես։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ նաև ձեզ, որ դուք հետևեցիք մեզ մինչև վերջ, տեսաք թե ինչ հետաքրքիր զրույց ունեցանք, գուցեև կիսեցիք որոշ հարցերում մեր տեսակետներն ու կարծիքները, եթե ունեք մեկնաբանություններ, կարող եք գրել մեր տեսանյութի ներքո, եթե դեռ չեք բաժանորդագրվել, որպեսզի հետևեք մեր հաղորդաշարերին, կարող եք բաժանորդագրվել։ Այսօրվա համար այսքան է, կհանդիպենք